Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հայաստանյան շրջանավարտները աշխատանքի տեղավորման լուրջ խնդիրներ ունեն կրթության և շուկայի պահանջների անհամապատասխանության պատճառով։ Ըստ նրա, երկրում բացակայում է տնտեսության և կրթական համակարգի միջև անհրաժեշտ համակարգումը, ինչի հետևանքով երիտասարդ մասնագետները ստիպված են լինում աշխատանք փնտրել ինքնուրույն։ Որպես դրական օրինակ նա մատնանշել է Գերմանիան, որտեղ պետական հստակ հայտերի միջոցով ապահովում է շրջանավարտների զբաղվածությունը հենց բուհն ավարտելիս։ Կարապետյանը նշել է, որ շատ ուսանողներ, չնայած տարիների ուսումնառությանն ու ֆինանսական ներդրումներին, այդպես էլ չեն աշխատում իրենց մասնագիտությամբ։ Որպես լուծում նա առաջարկում է, որ պետությունը սահմանի կադրերի պատրաստման առաջնահերթություններ և երաշխավորի երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունը։ Իսկ ուժեղ Հայաստանում լինելու է այսպես. Էկոնոմիկայի նախարարությունը պատվիրելու է կրթության նախարարությանը, ասելու է, եթե դու ընդունես համալսարանում բացես տեղեր այս երիտասարդների համար, այս ոլորտների, մարքեթինգի մասնագետ, վաճառքի մասնագետ, նաև գիտական ինչ-որ ուղղություններ, տարբեր ուղղություններ, օրինակ քիմիայի մեջ, քանի որ նավթարդյունաբերություն է զարգանալու, ես երաշխավորում եմ, որ 4 տարի հետո նրանք բոլորը կունենան աշխատանք։ Դա ծնողների համար երաշխավորություն է, որ այդքան տարի իրենց գրպանից վճարելով երեխայի, երիտասարդի ոչ միայն կրթությունը, այլ ով շրջաններից է տեղափոխվել այստեղ բնակվելու գումարը, հնարավորություն կունենա շատ արագ իրենց երեխան, իրենց երիտասարդը աշխատանք գտնել Հայաստանում։